Շատ երկար սպասեցին քեզ Անիկա ջան։ Այդ դուր էիր թռնում։ Ինչի դու չգիտես, որ Աբգարիդ ձեռքի տակոսկի 1000-ան հավքը չի թռնի, հա? Աբգար, հետո կխոսես։ Չի լինի քուրս։ Հիմա պիտի խոսեմ, որովհետև սիրտս լիքն է։ Քանի ուրիշ մարդ չկա այդ խնամիներն էլ չեն եկել, պիտի սիրտս դատարկեմ։ Էդ իմ պատիվն էիր ուզում գետնով տաս։ Բա իմ դաստիարակած որբը իրան այդպես բան թույլ կտա, հա? Բայց ես ինչ եմ արել։ Հլինքն է հարցնում։ Սնանից ավել ինչ պիտի անեիր։ Աբգար, ճնշում ես երեխուն։ Շուշի, այդ մարդիկ մեր մանկատան մեջքին սարի նման միշտ կանգնած են եղել, լավությունա որ արել են, ու մենք սենց ենք պատասխանում, ախր ինչ արել քեզ այդ հրաշք ընտանիքը։ Ես չեմ ուզում ամուսնանամ իր հետ, կլինի։ Չէ, չի լինի, այդ ոսկի տղու հետ քեզ զույգում եմ, դու կատու ես տփում պատերը։ Աբգար։ Կլինի հետո խոսենք, ես ինձ լավ չեմ զգում։ Բա փողոցներն ընկած զվրնում ես գիշերով, ուզում ես քեզ լավը զգաս։ Վերջ, Անիկա։ Ազատությունդ ավարտվեց, հիմա մեր ազատության ժամանակն է, քուրս։ Բաբկեն ջան, բաչկներս լույս է եղբեր, հա, մեր միլիոնը վերադարձել է, հայտնվել է։ Դուք տեսեք գլը ես դրան ինչ օրն եմ գցելու։ Արա կատու մի ճղի, հա? Անողը վրից չეთ թռնի։ Պապ, այդ բառը մի ասա էլի, ներվա խախտ եմ լնում։ Արա որ տենց է ինչ ասեմ։ Հիմա դրա ժամանակն է, շուտ նստեք մեքենա, շուտ։ Նմանից հազիվ է փախել, մնում էր օգնեի, որ հետ գար։ Հələ սպասի Սամսոնյան, տես ոնց ես բոլորիս մեղքերի համար պատիժդ գնում։ Հատուկ խնդրելու եմ, որ քեզ պատժեն օրենքի ողջ խստությամբ։ Դե վերևների պատժի մասին ավելի լավ է սուս մնամ։ Այդ ավելի դաժան ու ավելի ծանր է լինելու, քան քո պատկերացրած ամենածանր ու վատ կալանավայրը։ Նենց որ շուտով ամբողջ քաղաքում շատ սիրով ու շատ սրտանց քեզ փնտրելու հայտարարություններ եմ կպցնելու։ Սիրտս ուզում է սրանց հետ պրոֆ լրագրողական հետաքննություն անցկացնի։ Չէ, հավեսում ես դա։ Ախպերս, մի տեսակ ես աղջիկը նենց խառը թեմաների մեջ է, արդեն չեմ ջոկում ով բարեկամն է։ Մարդը իր հարսանիքից փախնում է, պարզապետի խառելն էր ամեն ինչ։ Կարող է մի բան գիտես չես ասում։ Պարապ մնացիր դու դավը։ Չէ, ախպերս, ուղղակի այդ սրտացավությանդ պատճառը չեմ հասկանում։ Ես կարող եք անգամ առաջին անգամ եմ մեկով հետաքրքրվում կամ անհանգստանում, որ սենց զարմանք է առաջացել մոտդ։ Չէ, ուղղակի հիմա չես օգնում, է։ Հիմա կոնկրետ տվայտվում ես։ Լավ կնա գործիդ էլի։ Բայց ես էի ուզում դեմը նստեի։ Բա ասում ես դեմը նստելուց սիրտդ խառնում է։ Զգացել ես սա իրան լրիվ գժի տեղադրել, անքի հավերն է ուտում։ Դու ավելավա քարտեզը միացրու։ Ես մի ժամը ճամփա ենք ընկել։ Արա դու ես վռազում։ Շատ եմ վռազում։ Ուզում եմ հասնեմ աչքերի մեջ նայեմ ասեմ, չես ամաչում։ Ինքնակասի չէ, չեմ ամաչում, որովհետև եթե արել է, դժվար էլ ամաչի։ Այդ նստի էլի միտեղ գլուխս պտտվեց։ Չեմ կարա քուրջ ջան, ահա որ լարված եմ, շատ լարված եմ։ Հանգստացնող տան։ Չէ, ինչ հանգստացնող։ Դու չգիտես, որ իմ բժիշկը ես եմ։
Դու էլ շատ մի տխրյանի գոջան։ Սա ձերում գալիս եմ։ Ակար, բայց ինչ կարիք կար դրանց կանչելու միանգամից, կթողնեիր աղջիկը կազդուրվեր էլի։ Դու սրա բերանը լեզու մի դիր։ Բա իր ընտանիքն չգան չհասնեն։ Հեսա քուրիկս քեզ ոտքի կկանգնացնի։ Կգնաս առոք փառոք կապրեսանի ջան։ Շատ ես տանջվել։ Արդեն վայելելու ժամանակն է։ Ախ։ Այ քուրջան մի րոպե։ Ակար, ասում եմ երեխուն հանգիստ թող, հերիք համըտնես մոտը, գժվացրեցիր։ Երեխա, մատը չդնես բենանը կկծի։ Այդ երեխեն ինձ է քեզ է կտանի ծովը ծարավ հետ կգեի։ Աբգար, այդ աղջկան բուժող բժիշկը ես եմ ու ասում եմ հանգիստ թող։ Ես դեռ կպարզեմ այդ ինչ հախու հաշիվների մեջ եք։ Կարող է թողնես աշխատեմ։ Փոքրուց են մեր ջրերը մի առվով չգնացել է քուրջան։ Բայց մեկը ես քեզ առաջվա նման սիրում եմ։ Գիշերվա 1000-ին ինչ կա տղերք, երկու եկել կամունել եք։ Ինչով ենք խանգարում, որ ամուսնացած աղջիկա, ինչ է բախտին կարգցում, այս ընտանիքը գալու է, ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը, համոթա, 1000-ը թարց կա տղերք։ այդ ամուսին կոչվածը, որ գալիս է, մի հատ անից հարցնում է, ինքը ուզում է, թե չէ։ Կամ ընդհանրապես, աղջկա կամքին հակառակ իրան ամուսնացնելը որն է, որ թիվն է։ Չհասկացա, այդ հարցը քեզ են տվել, դու ով ես այդ ջահել։ Լսի հոպար, մի երկարացրա, թե չէ շատ կոկիկ ու ցավոտ ձևով կբացատրեմ ով եմ։ Լավ թարգեք ամոթա։ Հետո։ Ասում եմ ես, անի հետ ամուսնանալը մի հատ լավ կողմ ունի։ Մի։ Անի հետ ամուսնանալը ոտից գլուխ լավ կողմ է։ Լոլը տակ ես չես ջոգում, հերնում էր այդ քո համար ինչ փառահեղ ապագա են սարքել։ Պապ ջան, լավ էլի։ Ասում եմ կարևորը զոքաշ չեմ ունենալու։ Տխմար։ Պապ կանգնի։ Արա քեզ ինչ եղավ։ Պապ կանգնացրու մեքենան։ Հետ ում տեսար։ Էս են աղջիկը, չի։ Հետո ինչ են աղջիկն։ Նստած լացում է։ Նա չիմանանք ինչ ա եղել։ Արա դու քո դարդը լացի։ Կնգա թողել ես քուչեկը, ուրիշների մասին ես մտածում։ Ոչինչ, լեդ քուչեկը ընկնելու համար ինքը պատասխան է տալու։ Լսի քեզ այնտեղ նորմալ կպահես, հա։ Ցույց չտաս։ Ու պարտադիր չի հիվանդանոցում է խելքը չափեն։ Չհասկացա։ Բայց չիմանամ ում է դա թրևեք է։ Սես դեպքում ճիշտը չիմանալն է, ապուշ։